Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ասա։ Ասա, ինչ ա եղել։ Ալո։ Մամ, ես գիտեմ, որ դու ինձ համար ամեն ինչ կանես ու ինձ համար ամեն ինչի պատրաստ ես, բայց խնդրում եմ ինձ մի փոքր ժամանակ տուր, լավ։ Ինչքան որ ուզես բալես։ Ուղղակի մենք երկուս էլ հասկանում ենք, չէ, որ միայն դա կօգնի պապին համոզել, որ օգնի Արմանին։ Մամ, ինձ շատ քիչ ժամանակ է պետք։ Հավատա, ինձ համար էլ է դժվար ելկային այդ վիճակում տեսնելու, բայց ես մի փոքր ժամանակ եմ խնդրում։ Ինչի համար ես զանգել։ Դուք ճիշտ էիք։ Հալո, խոսա։ Ասում եմ ճիշտ էիք դուք։ Սարան գնացել է գորին զգուշացնելու։ Ես չգիտեմ մենք հիմա ինչ ենք անելու։ Ես չգիտեմ ինչ է կատարվում։ Որտեղ են հանդիպել։ Սարան գնացել է Դիանայի տան մոտ։ Ես գորին չեմ տեսել, բայց Սարան այնտեղ էր։ Ինքը ընդհանրապես պետք է այդ տան կողմ չգնար, հասկանում եք։ Ինքը այդտեղ անելիք չուներ, բայց հիմա այնտեղ է։ Թարսի պես ես էլ հեռու եմ։ Ես ինչ անեմ, ասեք։ Ինչ անենք, մի բան ասեք։ Իմ համար արդեն մեկ ա ում հետ ինչ կլինի։ Կարևորը որ Արմանին օգնենք։ Հիմա գնում ես տուն։ Ու գոնե հիմա քեզ մեծի պես ես պահում։ Ոչ մեկին ոչ մի բան չես ասում։ Եթե իմանան կզգուշանան, լսում ես էլ կա ոչ մեկին ոչ մի բան։ Քիչ մնաց։ Արմանը շուտով դուրս է գալու։ Հիմա արա այն ինչ ես քեզ ասում եմ։ Լավ։ Սարա։ Ինչ ես անում դու գոր։ Ոնց ես այդքանից արհամարել, այդքան գրել եմ, զանգել եմ քեզ։ Մեկ էի քո համար, գիտես ինչա կատարվում էստեղ։ Դու մարդ չես ուղղակի, գոր, դու մարդ չես։
Բալես։ Ինչ լավ է որ տանն ես։ Ոնց ես։ Լավ եմ։ Դե լավ է որ լավ ես, որովհետև հուսահատվելը լավ բան չի։ Մենք բոլորս պիտի հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու, չէ՞ աղջիկ։ Սարան տանը չի։ Չէ։ Ինչ մամա։ Ասում տանը չի։ Բայց ինչ ես տոնով։ Իսկ ինչ տոնով ասեցի։ Սովորական տոնով ասեցի, մամ ջան։ Ասում եմ տանը չի Սարան։ Աշխատանքի էլ չի գնացել, գիտես։ Պապին էլ չգիտի ուրա Սարան, դե ով իմանա ուրա Սարան։ Չէ մամա։ Էլկա, դու հիմա շատ սխալ բան ես ասում։ Կլինի նստենք խոսենք, բալես։ Արի նստենք խոսենք, հա։ Հանգիստ նստենք խոսենք։ Գայան է մի րոպե։ Սարան չի եկել դեռ։ Չէ, դեռ չկա։ Լավ։ Դու մարդ չես։ Դու մարդ չես գոր։ Դու այսքան ժամանակ վախկոտի պես այստեղ թաքնվել ես։ Նամակներս ու զանգերս անպատասխան ես թողել ու քրոջդ էլ ասել ես, որ իբր փոխանցի Ամերիկայում ես, հա։ Ոնց գոր, ոնց։ Վերջացրիր։ Չէ, չեմ վերջացրել, որովհետև ինչքան էլ ասեմ, մեկը քիչ ա լինելու։ Դու այսքան ժամանակ ահագին բան ինձ ասեցիր։ Ես էլ լսեցի։ Բայց ժամանակ չեղավ, որ քեզ պատասխանեմ։ Հիմա որ հերթ տասի ես էլ խոսամ, հաստատ կպատասխանեմ քո բոլոր հարցերին։ Ժամանակ չի եղել, հա։ Ժամանակ չի եղել։ Պարզա, այսքան ժամանակ մի րոպե չես ունեցել, որ իմ նամակին պատասխանես, հա։ Ամերիկա գնալու ժամանակ ունեիր, բայց ոչ մի անգամ, ոչ մի րոպե, մի վայրկյան չունեիր, որ իմ գրածին պատասխանեիր։ Արի գնանք ուրիշ տեղ խոսանք, ես չգիտեմ հիմա ով կգա տուն, այստեղ հարմար չի։ Լուրջ։ Ու քեզ թվում է ես քո հետ ինչ-որ տեղ եմ գալու։ Գալու ես ու լսես, ուշադիր կլսես ինչ եմ ասելու։ Ու հետո ես քեզ չեմ լսելու, այդ լավ իմացի։ Ամեն ինչ այնքան պարզ է։ Այդքան վստահ մի եղի։ Իսկ ինչի պիտի վստահ չլինեմ։ Դու այստեղ ես, այսքան ժամանակ թակում եմ դուռը։ Քնած ես եղել։ Ոնց ես քնել, խիղճը չի տանջում քեզ։ Ահա ճիշտ ես։ Այնքան անհոգ մարդ եմ։ Ոչ մի բան չունեմ մտածելու։ Ոչ մի բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի բան։ Քնած էի։ Թող ձեռքս։ Հարց ես տվել եկել եմ պատասխանեմ, հիմա ինչա փոխվել, չէ, զում լսես։ Հիմա ասա ու այստեղ ես չեմ պատրաստում քեզ հետ ինչ-որ տեղ գալ։ Վստահ չեմ, որ քրոջիդ հետ հերթական ծուղակը չես սարքել։ Թող ասում եմ։ Հանգստացի ու արի։ Թող ձեռքը։ Խնդրում եմ, բալես։ Նստի հանգիստ խոսենք, հա։ Նստի։ Էլկա ջան, բալես։ Ես գիտեմ, որ դու այնքան էլ լավ վիճակում չես։ Որովհետև Արմանը բանտում է։ Բայց չի կարելի թույլ տալ, որ ապրումներդ ու հույզերդ կառավարեն բանականությանդ։ Չի կարելի, բալես։ Ուզում եմ հասկանամ, ինչը այն չեմ ասել։ Հարց ես տվել, մամ ջան։ Պատասխանել եմ։ Ասում ես ուր է Սարան, ասում եմ չգիտեմ ուր է Սարան։ Պապիկն էլ չգիտի։ Ուզում հասկանամ, ինչը այն չեմ ասել, մամա։ Կներես, բալես, կարող է ինչ-որ տեղ խոսքս սխալ ձևակերպեցի, բայց
Ես նկատում եմ, որ դու լարված ես։ Ուզում եմ հասկանամ, էլի։ Սարանը կորել մի բան էլ ես լավ չեմ։ Իսկ մենակ էդ ես նկատել, ուրիշ ոչ մի բան չես նկատել, մամ։ Ինչ պիտի նկատեմ։ Ասա տեսնեմ ինչ պիտի նկատեմ։ Պարզա, ոչ մի բան։ Ակա ջան, եթե ինչ-որ բան կա, որը քեզ տանջում է, ինչի ուղիղ չես ասում։ Պիտի բարձ խոսես, որ ես էլ հասկանամ, չէ, թե ինչով կարող եմ քեզ օգնել։ Ես շատ լավ հասկանում եմ քո հոգեվիճակը։ Բոլորս էլ կորցնում ենք մեզ, երբ մեր համար շատ կարևոր ու թանկ մեկը վտանգի մեջ է։ Բայց ես ուզում եմ իմանաս, որ այս պատմության մեջ դու մենակ չես։ Բոլորս էլ նեղված ենք։ Բոլորս էլ ուզում ենք ամեն կերպ օգնենք Արմանին։ Ես իսկապես չեմ հասկանում քո այս վերաբերմունքը Սարայի հանդեպ։ Չեմ հասկանում, թե ինչի քո վերաբերմունքը այսքան կտրուկ փոխվեց։ Ախր Սարան ամենաշատն է տանջվում, բալես։ Դու հասկանում ես։ Իրոք որ խեղճ Սարա ինչքան է տանջվում, չէ։ Էլկա։ Ինչ, մամա։ Ինչ։ Սարայիդ բանը ասեցի սիրտը ցաված, հա։ Թող ձեռքս ասում եմ։ Կդիմանաս։ Թող։ Բարի նստի։ Թողես, հետո զանգել կա։ Դու հեռախոսը։ Նստի ասում։ Էլկա ինչ է կատարվում քո հետ։ Դու քեզ ընդհանրապես նման չես։ Ինչ ես այսքան լծված Սարայի հանդեպ։ Ինչ է արել Սարան, ասա տեսնեմ։ Ասա ես էլ իմանամ։ Ես ասելու ոչ մի բան չունեմ քեզ, բայց քո ասելիքը ինձ շատ պարզ էր։ Մի գնաց, բալը, սպասի։ Սպասի հանգիստ խոսենք, լավ։ Իմաստ չկա։ Բալես ես ուզում եմ դու իմ ասածը ճիշտ հասկանաս։ Դուք երեք էլ իմ երեխեքն եք ու ես չեմ կարող որևէ մեկիդ հարցում կողմնապահություն անել։ Վատ վիճակում բոլորս էլ շատ բաներ ավելի խտացված գույներով ենք տեսնում, քան իրականում կա։ Ես ուզում եմ Սարայի թեման մենք բոլորս իրար հետ հասկանանք։ Բայց մի կողմում գոռն է, ով խաբել է իրան, թողել ու փախել է ու չի հավատացել։ Սարան սեր է կորցրել ու չի հասցնում այդ ցավը ապրել, որովհետև մյուս կողմում Արմանի թեման է։ Գորի փոխարեն ինքն է տանջվում, գորի փոխարեն ինքն է վացքում։ Սարան շատ ծանր է տանում Արմանի ազատազրկումը, շատ ծանր է տանում քո տանջանքը։ Բայց քո այս վերաբերմունքը Սարայի հանդեպ արդար չի։ Ախր դուք քույրեր եք։ Դու գիտես, թե ինքը քեզ ինչքան շատ է սիրում, ինչքան նվիրված է ու ազնիվ։ Հիմա ինչ է սենց վերաբերվում։ Ինչի։ Ախր Սարան Սարա, հասկացանք, մամա։ Սարան միշտ ճիշտ է։ Սարան չի սխալվում։ Սարան լավն է, բոլորս վատն ենք։ Մենք միշտ սխալ ենք, Սարան ճիշտ է, հասկանու՞մ ես։ Սարան միշտ իրավացի է, որովհետև ինքը Սարան է ուղակի։ Մամա, հոգնել եմ արդեն, հասկանում ես։ Ինչ է քո հետ կատարվում, բալես։ Ես մեղավոր չեմ, որ դուք չեք տեսնում այն, ինչ որ ես եմ տեսել։ Այն ժամանակ, երբ որ Ռեբեկան ասում էր, որ Սարան ինչ երևում է, ես առաջին մարդը եղա, որ իմ հարազատ քրոջ դեմ դուրս եկա։ Սարան էլ է քո քույրը։ Դու հիմա սխալ բաներ ես խոսում։ Սարան ուղղակի սիրահարված մարդ է, մամա։ Ում աչքին ոչ մեկ ու ոչ մի բան չի երևում։ Սարայի աչքին ոչ ես եմ երևում, ոչ Արմանն է երևում, հասկանում ես, ու դուք այդ ամեն ինչը չեք նկատում, որովհետև ինքը ուղղակի Սարան է ու վերջ։ Վերջացրու Էլկա։ Ինչի։ Խոսում եմ, մամ ջան, լսի, ուզում էիր խոսեինք։ Թե ուղղակի նենց բաներ չեմ ասում, որ քեզ դուր կգա, մամա, հմ։ Ես դες խնդրում եմ, Ռեբեկա, դու էլ լսի։ Ոչ մեկդ չգաք
ու Սարա իրավունքների պաշտպան իմ մոտ չխաղաք, լավ։ Էնպես մի արեք, որ ես էլ գնամ այս տնից։ Հանգիստ թողեք, ուղակի ինձ հանգիստ թողեք։ Չփորձվես գնալ։ Հետ արի։ Քո հետ եմ հետ արի։ Մամ, պետք չի։ Ավելի լավ է հանգիստ թողնես։ Բայց տեսար ինչ էր խոսում։ Հա, տեսա, դրա համար էլ ասում եմ, ավելի լավ է հանգիստ թողնես։ Ես իրան շատ լավ հասկանում եմ։ Հիմա ինչքան շատ բան ասես, այդքան ավելի է տրամադրվելու Սարայի հանդեպ։ Թող հանգստանա, հետո կխոսես։ Չգիտեմ։ Ինչի ենք եկել այստեղ։ Եկել ենք այստեղ, որ ես խոսամ ու դու լսես։ Ու ինչի հենց ստեղ, որ ոչ միտեղ չկարանաս գնաս, մինչև ես չավարտեմ։ Հա, ու մենակ ես եմ խոսալու։ Քեզ ասել եմ արդեն, ես քեզ չեմ լսելու։ Ու դու դեռ ինձ ինչ-որ բանում մեղադրում ես։ Դու արժանի ես եմ բոլոր բառերին, որ քեզ ասել եմ։ Հավատա, հիմա պատրաստ եմ ավելին ասել։ Չեմ էլ կասկածում։ Ես այս խոսակցության իմաստը չեմ հասկանում։ Դու հիմա պիտի ուրիշ տեղ լինեիր։ Դու հիմա պիտի օգնեիր Արմանին։ Դու էլ հիմա պետքա հերթ տաս, որ ես խոսամ։ Մենակ դու չես խոսալու։ Ժամանակն արդեն ես ասեմ։ Ես քո ձայնայինները լսել եմ։ Մեկի տեղը մի քանի անգամ։ Որովհետև ուզում եի ավելի լավ հասկանայի ինչ ես ասում։ Սկզբից զարմանում էի, հետո մտածում էի լավ դե աղջիկա չի հասկանում ինչա խոսում, ջղայնացած է։ Բայց մի բան ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Ոնց կարայր դու իմ սերը կասկածի տակ դնեիր։ Էդ էլ հո խոսքով չի։ Չեմ հասկանում, այսքան ժամանակ իրար հետ ենք եղել։ Առիթ չի եղել, որ հասկանաս սիրում եմ քեզ թե չէ։ Ու դու դեռ խոսում ես սիրելուց, շատ ծիծաղելի է։ Ծիծաղի, ես կսպասեմ։ Ուզում եմ հասկանալ, ինչի է ամեն ինչ դասավորվել նենց, որ դու հիմա քեզ թույլ ես տալիս ինձ հետ այդ տոնով խոսել։ Հեսա հասնում ենք դրան։ Գոր, Արմանը քո պատճառով ու քո փոխարեն բանտում է։ Ինքը պիտի պատասխան տա այն բանի համար, ինչը դու ես արել։ Մենք բոլորը սպասում ենք, որ դու կգաս, որովհետև ասել էիր, որ գալու ես։ Հիմա եկել ես նենց ես կանգնել, նենց ես խոսում ինձ հետ, ոնց որ մի բան էլ ես եմ մեղավոր, որ փախել ես։ Արմանի համար կարաս հանգիստ լինես։ Նախ առաջինը ես եկել եմ արդեն ստեղ եմ։ Երկրորդն էլ դու նենց ես գնացել մարդկանց սիրուն ձևով համոզել ես, որ ես եմ արել այս ամեն ինչը։ Որ այսօր եկել էին արդեն ստուգում էին, ես Ամերիկայում եմ թե այստեղ։ Դու լավ ես արել։ Ճիշտ ես արել։ Մեղավորները պետքա պատժվեն։ Իսկ անմեղները պետքա բաց թողնվեն, ազատ արձակվեն։ Այդ քո ոճի մեջ է։ Ամեն ինչ ճիշտ է, բայց մինչև անդրադառնանք քո ձայնայիններին ու իմ արարքներին, ուզում եմ մի հատ հարց տամ էլի քեզ։ Դու մի անգամ գոնե մտքովդ չանցկացրեցիր, որ էս իմ գոռն է, ես այս տղուն ճանաչում եմ, ինքը արդյոք տենց բանի ընդունակ էր թե չէ։ Պարզվեց, որ ընդունակ է։ Արել ես, չէ՞։ Նորից եմ քեզ հարցնում։ Նորից եմ հարցնում, որ գոնե մի քիչ մտածես նոր պատասխանես։ Մտքովդ գոնե մի անգամ չանցկացրեցիր, ասես, այս գոռն է։ Ես իրան լավ գիտեմ, ինքը սենց բան չեր անի, կամ եթե արել է անգամ, ուրեմն ինչ-որ լուրջ պատճառ է եղել երևի։ Այդ ինչ լուրջ պատճառ պիտի լիներ։ Կասեմ, բայց դրանից առաջ ասա հասկանամ, այդ ոնց եղավ, որ դու տենց շուտ հավատդ կորցրիր իմ հանդեպ։ Իսկ դու ինձ հավատացիր, երբ հյուրանոցում տեսար։ Ճիշտ ես։ Ուրեմն ես էլ եմ սխալ արել։ Իրար արժանի ենք։ Փաստացի դու այստեղ չէիր։ Ես քեզ ասել էի, որ Արմանին բռնել են։ Դու իմացել ես դրա մասին, դու գիտեիր։ Ու իմանալով գնացել եմ։
Ու դու դեռ նեղանում ես։ Չէ, ամեն ինչ ճիշտ է։ Եթե դու ուզում էիր վրեժ լուծեիր նրա համար, որ ես էլ քեզ չեմ հավատացել, ամեն ինչ կարգին է, կարևորը դու քեզ լավ զգաս։ Սիրտը թողացած լինի։ Չէ, հակառակը։ Այս ընթացքում հասցրել եմ մի քանի անգամ մահանալու հետ գալ։ Երբ բաժնում խոսում էի քո դեմ, այդ պահին զզվում էի ինձնից։ Իսկ հոգիս չի թեթևացել։ Մի բան էլ ծանրացել է։ Այնքան է ծանրացել, որ չգիտեմ կարողանալու եմ դրա տակից դուրս գալ, թե չէ։ Հիմա արդեն բոլորդ կարաք հանգիստ լինեք, որովհետև ես եկել եմ հետ ու Արմանի համար եմ եկել։ Եթե ես փախնող տղա լինեի, հետ չէի գա։ Մանավանդ որ ես այս երկրում էլ պահող բան չունեմ ընդհանրապես։ Հա, Նարինե։ Պապ հարմարա խոսենք։ Սարան եկավ։ Չէ, բայց ես ուզում եմ Մելկայի ու Սարայի մասին խոսենք։ Տանը հարմար չի։ Ասա լսում եմ։ Ճիշտ ես։ Քեզ այստեղ պահող ոչինչ չկա։ Մենակ քույրդ էր, բայց ոնց ինքն է ասում, այդ լուծվող հարցը։ Հիմա այս պահին ամենակարևորն Արմանն է ու կարևոր է, որ այդ հարցը լուծում ստանա։ Կստանա, բայց մենակ է դա կարևոր։ Հա, Չնայած ճիշտ ես ասում։ Մեր հետ կապված էլ ոչ մի բան կարևոր չի։ Դու քո ասելիքը արդեն ասել ես ու քո արարքները արդեն արել ես։ հա, ես արդեն որոշումս կայացրել եմ, որովհետև դու ինձ հետ շատ վատ ես վարվել։ Ու դու արժանի չես այն ամեն ինչին, ինչ ես պատրաստ էի անել հանուն քեզ։ Ես պատրաստ էի բոլորին թողնել ու գալ հետդ, մենակ թե կողքիդ լինեմ։ Իսկ դու ինչ արեցիր։ Դու ուղղակի գնացիր։ Դու մարդ չես։ Ես պիտի վաղուց նկատած լինեի։ Ես ինձ եմ մեղադրում, ոչ թե քեզ, բայց իմացի, որ քո նման մարդիկ իրենց պատիժը ստանում են։ Լավ չի, չէ։ Ափսոս է շատ։ Ես էլ քեզ ասելու բան չունեմ։ Դու հիմա գնում ես բաժին, մնացածը ինքդ գիտես։ Իսկ ես քեզ տեսնել չեմ ուզում։ Որ ինձ բաց թողեցին, ինձ համար տարօրինակ էր, որ այդ լակոտը ասել է, որ ես չեմ եղել։ Այդ ժամանակ Արմանի անունը չկար։ Հետո Արմանի անունը հայտնվեց։ Դու ինձ դրա մասին ասեցիր, բայց ես այդ ժամանակ ճանապարհին էի։ Հետ գայիր։ Չէի կարող։ Ինձ զանգի ասել էին, որ իմ մայրը շատ վատ ազգում իրան։ Ծանր է։ Ինչ։ Դու հիմա ամեն ինչի պատրաստ ես, չէ, որ արդարանաս։ Տեղյակ պահեիր այդ մասին։ Ասեիր բարդ չէր, չէ։ Ասեիր այդ մասին։ Մտածի նոր խոսա։ Եթե հանգարց իմ խոսքերը կասկածի տակ դնես, ամբողջ կյանքովդ մեկ քեզ չեմ ների։ Իսկ ես քեզ չեմ հավատում։ Ու չեմ էլ հավատալու։ Հիմա եկել ես, չէ։ Հիմա ուրեմն մամադ լավ է, որ եկել ես։ Ուրեմն գնա ու արա այն, ինչի համար եկել էիր։ Չէ, լավ չի։ Մահացավ։ Հիմա ինչից հետ էլ չես խոսելու։ Հա, պապի։ Ես տուն եմ գալիս։ Բոլորդ լինեք տանը։ Սարան տանը չի։ Ոչինչ, ես կգտնեմ Սարային։ Դուք եղեք տանը։ Ու լավ կլինի, որ
թեյ պատրաստեք մեզ համար։ Լավ։ Ինչքան հասկացա, պապին մեզ հետ խոսելու բան ունի։ Ինչ։ Հիմա արդեն եկել եմ։ Այդ ժամանակ ինձ ասեցին, որ շատ ծանր է, պետք է շուտ հասնեի։ Տենց էլ չիմացավ, որ հասել եմ։ Տեսքիս համար էլ շատ մի նեղվի։ Ընդհակառակը, ոչ թե քնած էի, այլ մի քանի օր ընդհանրապես չեմ քնել։ Գոր, Դու արդեն որոշել ես ինչ պետք է մտածես։ Մատանիդ էլ հանել ես մատից հետ։ Այդ արդեն շատ մեծ բան է նշանակում։ գոր ես չգիտեի, ցավում եմ։ Հիմա արդեն գիտես, բայց այդ էլ ոչ մի բան չի փոխելու։ Դու գնում ես տուն ու մենակ ես գնում։ Ես քեզ Գոր, խնդրում եմ ինձ լսի, հա։ անհնար բան ես խնդրում։ Դու հիմա կգնաս տուն։ Ես էլ գիտեմ, թե ուր կգնամ։ Ուղղակի մի հատ փոքրիկ խնդրանք։ Մի քանի ժամ ոչ մեկին մի ասա, որ ես եկել եմ։ Այդ լակոտի հետ կապված մի երկու բան կա, պետք է հասցնեմ անեմ։ Հետո ինչ ուզում ես ում ուզում ես կպատմես։ Այդ ամեն ինչն էլ անում եմ իմ համար չէ, այլ Արմանի։ Գոր, խնդրում եմ ինձ լսի, հա։ Չեմ լսելու։ Մնաս բարով։ Սառան զանգեց, ասեց մի փոքր կուշանա, մի խոսքով սպասում ենք Սառային։ Ինչի։ Որովհետև ես այդպես եմ ուզում։ Վերջ, թեյը պատրաստ է։ Նստի, բալես մնացածն էլ ես կանեմ։ Մեծ բան չեմ անում, ոչինչ։ Անեմ։ Ռեբեկա, դու կարող ես ջերմություն ունես։ Ինչի, պարտադիր պետքա ջերմություն ունենա, որ ձեզ մի բաժակ թեյ տամ։ Ինձ կներեք տեղ ունեի գնալու, չեմ հասցրել զգուշացնել։ Հետո կասես որտեղ էիր, հիմա նստիր։ Լավ ես, բալես։ Հա։ Ուղղակի մի քիչ հոգնած եմ։
Ուշադրություն մի դարձրեք։ Մի քիչ հոգնած ես, մի քիչ անտրամադիր, մի քիչ էլ ոնց որ խառն ես, հա։ Էլկա ես եմ խոսում։ Ես միշտ խոսել եմ ընտանիքից, խոսել եմ ճշմարտությունից, խոսել եմ թև ու թիկունք դառնալուց, բայց ինչքան խոսել եմ, այնքան ավելի եք մասնատվել, այնքան ավելի եք հեռացել իրարից։ Հիմա սկսել եք մեկը մյուսի առաջ խաղալ, իբր թե ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Իսկ դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ ընտանիքում։ Ինչ իմանաս գուցե հիմա մեկը մեր սեղանի շուրջ անասելի կարոտում է ինչ-որ մեկին, բայց ժպտում է, որ ոչ ոք աչքերի ցավը չնկատի, մյուսն էլ գուցե կռիվ է տալիս ինքն իր հետ ու ներքին պատերազմում ինքն իրենից պարտություն կրում, բայց դա մենք չենք էլ նկատում։ Մեկն էլ գուցե մոռանալով իր մասին ապրում է, ուրիշների մեջ փորձելով գտնել իմաստությունը, որովհետև վաղուց մոռացել է ինքն իր մասին ու մարել են կրակները իր մեջ մարդկանց ու հանգամանքների պատճառով։ Մեկն էլ սիրո ու ատելության սահմանագծին կանգնած կորցրել է ինքն իրեն, բայց փորձում է ամուր կանգնած մնալ ոտքերի վրա, որովհետև սովոր է այդպես։ Ես էլ գուցե ինչ-որ մեկի պես գլուխս պատեպատ տալով փորձում եմ ընտանիքիս համար տարբերակներ փնտրել ու չհասկանալով, թե որ պահից սկսում եմ ապրել բոլորի փոխարեն։ Չեմ ուզում, որ սխալվեք։ Չեմ ուզում, որ սխալվեք ու հենց այդ պահից սկսում եմ սխալվել ես։ Մենք չենք խոսում իրար հետ։ Մենք չենք խոսում մեր հույզերի մասին։ Մենք չենք փորձում բացատրել ինչ եղածը ու հետո վախենում ենք նեղացնել մեկս մյուսին։ Չենք խոսում ու նեղանում ենք, որ մեզ չհասկացան։ Ես իմ ամբողջ կյանքում փորձել եմ ստեղծել այնպիսի ընտանիք, որ խոսելուց առաջ 1000 անգամ չմտածեք, այլ պարզապես լինել ազնիվ ու խոսել այն, ինչ կա այդ պահին մտքիդ։ Մենք բոլորս էլ սխալվել ենք։ Բոլորս։ Ես երկար եմ մտածել, փորձել եմ հասկանալ, թե որն է դրա պատճառը, ու կարծես թե գտել եմ։ Մենք սխալ մարդու ենք մեր կյանք ու մեր ընտանիք թողնում։ Սխալ մարդու։ Այդ մարդուն, որ պիտի ներս թողնես քո կյանք ու քո ընտանիք, այդ մարդը պիտի կառուցի քո քանդված աշխարհը։ Այն մարդը, ում դու ներս ես թողնելու քո կյանք ու քո ընտանիք, այդ մարդը չպիտի մասնատի ընտանիքդ, այլ պիտի ամրացնի հիմքերը։ Մենք սխալվել ենք բոլորս էլ, բայց հիմա մեզ ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի բռունցվենք ու դառնանք մեկ
ամուր ընտանիք։ Եթե մենք այս պատերի ներսում դառնանք իսկական ընտանիք, ոչ թե պարզապես մարդիկ, ովքեր բնակվում են այս պատերի ներսում, այլ ընտանիք, բառիս բուն իմաստով ընտանիք, մեզ ոչ ոք ու երբեք չի կարողանա հաղթել։ Բայց ասացիդ պես պապի, ստացվում է, որ մեկ-մեկ սխալ մարդկանց ենք չէ ընտրում։ Ստացվում է, որ անտարբերության են արժանանում մարդիկ, որոնք արժանի չեն անտարբերության։ Ստացվում է, որ ազնիվ մարդիկ են լինում, որոնք չեն գնահատվում պապի։ Ու ի՞նչ է դուրս գալիս։ Որ սխալն էլ երկու կողմ ունի, չէ՞։ Որ ոչ միայն մենք ենք զոհ լինում, այլ նաև մենք ենք զոհ տալիս։ Դու ամեն ինչ չէ, որ գիտես Էլկա։ Ու ճիշտ այդ պատճառով ես հասկանում եմ քո բարկությունը։ Եթե անգամ մտածում ենք, որ մենք ամեն ինչ գիտենք, դա չի նշանակում, չէ, որ մեր իմացածը բացարձակ ճշմարտություն է։ Մենք երբեմն իմանում ենք այն, ինչ ուզում ենք իմանալ։ Ինձ կներեք, ես ուզում եմ գնալ իմ սենյակ։ Չէ, մնում ես։ Էլկա, Պապի ինչ է իր ասում։ Ասում էիր մենք մեկ-մեկ խաբում ենք, որ չնեղացնենք իրար, չէ՞։ Իսկ կարող է մեկ-մեկ էլ խաբում ենք, որ ուրիշին փրկենք։ Ու կապ չունի, որ ընտանիք ենք քանդում։ Հա, Սարա։ Տենց էլ է, չէ՞ լինում։ Էլկա, ես ուզում եի այսօր խոսել քո ու Սարայի մասին առանց անուններ տալով, մտածելով, որ առանց դրա էլ կհասկանաք ինձ։ Բայց ոնց տեսնում եմ, պիտի խոսեմ ավելի պարզ։ Թող Սարան պարզ խոսի։ Ասա Սարա, ընտանիք ենք, չէ՞։ Մի բռունցք ենք, Սարա, ասա կհասկանանք իրար։ Գիտես, չէ՞ որտեղ է գորը, Սարա։ Ասա մենք ընտանիք ենք, մենք քեզ չենք մեղադրի, Սար։ Ասա, այսքան ժամանակ գիտեիս, չէ՞ որտեղ է գորը։ Ու չէիր ասում մեզ։ Դու որտեղ ես, Սարա։ Հանդիպել ես, չէ՞ գորի հետ։ Խոսի, Սարա։